Այսօր լրատվական ուղիղ եթերում ամփոփում է օրվա գլխավոր իրադարձությունները, բարև ձեզ։ Մի քանի թեմաների մասին նախ համառոտ։ Առավոտյան Լեռնանիստ գյուղում մթերային խանութ է փլուզվել, 2 կին մահացել է։ Ջաջուրում հայտնաբերվել է նորածնի D, կատարվում է քննություն։ Հրազենային վնասվածք է ստացել Ազատանի տնօրենը, Համլետ Ոսկանյանին պատահմամբ կրակել է գյուղի որսորդը։ Վարպետներ Հովոն ու Միսակը հարկ չեն վճարի, Հայաստանում ինքնազբաղվածները 2000-ն են։ Վերահաշվարկվել է Նախուրիկի համայնքապետի ընտրությունների արդյունքները, 2 ձայն գրանցվել է Վարդիթեր Գասպարյանի, 3-ը Հովանես Պողոսյանի օգտին։ Գիշերը հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել, հայ դիրքապաների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց։ Սպառողական մտածելակերպի արդյունք փետրվարի 14-ը նշվում է որպես Վալենտինի օր։ Նախ դժբախտ պատահարների եւ արտառոց դեպքերի մասին առավոտյան Լեռնանիստ գյուղում մթերային խանութ է փլուզվել, 2 կին մահացել է, նրանք փլատակների տակ են մնացել։ Տուժածները բազմաթիվ կոտրվածքներով հոսպիտալացվել են, դեպքի վայրում եղել է Գագիկ Շամշյանը, տեսանյութը Աննա Գրիգորյանից։ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութը առավոտյան փլուզվել է։ Դեպքից անմիջապես հետո Շամշյանը հայտնեց, փլուզումը ըստ նախնական տեղեկությունների շենքի տանիքում մնացած ձյան պատճառով է տեղի ունեցել։ Մինչ կռունկների ժամանումը դեպքի վայրում հավաքված փրկարարները փլատակների տակից 2 վիրավոր են դուրս բերել։ Վիրավորները տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը 31-ամյա տղամարդ է, ըստ Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանի, վերջինը ունի ազդրի, կոնքի եւ ողնաշարի կոտրվածք եւ դեմքի քերծվածքներ։ Մյուս վիրավորը 23-ամյա աղջիկ է, որի մոտ եւս կասկածվում է կոնքի կոտրվածք։ Վիրավորները ավելի ուշ Հրազդան բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևան։ Մեկը հեսա ոտա, հեսա։ Վախ մամա ջան։ Հեսի ոտնա, մեկներնա, բաբերեք հանեք, հաղթեք։ Արդեն ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել նաև 2 կնոջ D։ Մահացածները 32 եւ 50 տարեկան կանայք են։ Նրանցից մեկը խանութի վաճառողուհին է, սեփականատիրոջ կինը, մյուս մահացածը հաճախորդ է եղել, ըստ Լեռնանիստ գյուղի գյուղապետի 32-ամյա կինը ուներ 3 երեխա։ Փլուզման վայրում հայտնաբերվել է նաև ամբողջովին վնասված Mitsubishi Pajero ավտոմեքենա, որը ըստ նախնական տեղեկությունների պատկանել է մահացածներից մեկին։ Դաժանա։ Փլուզված մթերային խանութը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին, թեևս գյուղապետի այն վերանորոգված էր, բայց փլուզումից խուսափել չի ստացվել։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։ Աննա Գրիգորյան, Գագիկ Շամշյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Այսօր առավոտյան Ազատանում հրազենային վնասվածք է ստացել համայնքի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը, 43-ամյա տնօրենին պատահմամբ կրակել է Ազատանի որսորդը։ Տուժածը Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել, նրա մոտ ախտորոշվել են գլխի ձախ կեսի հրազենային չթափանցող խուլ վերքեր։ Առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Համլետ Ոսկանյանը հրաժարվել է հոսպիտալացումից։ Ազատանի որսորդը դեռ երեկվանից վատ կանխազգացում ուներ, ասում է երազ էր տեսել։ Լինում են, պատահում են։ Հոգեբանության մեջ երազները աբացուցված չէ երևի որ, բայց չեմ կարողանում վերհիշել երազս։ Առավոտյան ժամը 8-ի սահմաններում համայնքապետարանի հարևանությամբ տեղադրված աղբամանների մոտ թափառող շուն է նկատել, որոշել է վնասազերծել։ Կրակոցից հետո տեսել է հրազենային վնասվածք ստացած դպրոցի տնօրենին։ Համլետ Ոսկանյանն այսօր սովորականից շուտ էր աշխատանքի եկել։ Չեք տեսել տնօրենին, որ այդ տարածքում էր։ Չէ, չէինք նկատել։ Ինչքան տեղյակ եմ, մեքենայից է իջել այդ բանը։ Այո։ Այո։ Մեքենայից իջավ, ձեր կրակոցն համընկավ իրար հետ։ Կրակոցը համընկավ։ Կպավ գնդակը պատին հետո անդրադարձ եղավ, թե ոնց։ Չեմ կարող ասել գնդակը պատին թե անդրադարձ, բայց ամենայն դեպս բավականին հեռու էր։ Որսորդը տուժածին Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխել, վնասվածքը գլխի հատվածում է։ Համլետ Ոսկանյանը ստացել է համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից։ Հետևեր դրա համար
Բժիշկներն էլ մտածեցին, որ իմաստ չկա էլի հիվանդանոց պարգացնելու։ Գևորգ Աբրահամյանը որսորդների միության անդամ է արդեն 6 տարի։ Համայնքապետարանի հետ օրինական պայմանագիր է կնքել։ Վնասազերծումից մինչև թաղում 1200 դրամ է ծախսվում մեկ շան համար։ Հայտարարությունը միշտ փակցվում է անպայման, տեղեկացվում է համայնքի բնակչությունը թե ավականու անդամների միջոցով, որ թաղերում տեղյակ պահեն, թե հայտարարությունների միջոցով, բազմաթիվ այցելությունների համայնքապետարան ժողովրդին տեղեկացնում ենք, որ նման աշխատանքներ են կատարվում ձեր, ասենք ձեզ պատկանող կենտրոնները պահեք ձեր բակերում կապված վիճակում, որ դուրս չգան փողոց, հետո խնդիրներ չառաջանա։ Անցած տարիներին մինչև աշխատանքները սկսել է եղել է եւ դրանց կողմից կծելու դեպքեր եւ մարդկանց, ասենք, վրա են տվել, մարդիկ վախեցել են։ Որսորդի զենքն առգրավված է, դեպքի մանրամասները պարզում են իրավապահները։ Նազիլե Էլբակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Արտարոց դեպք է տեղի ունեցել Ջաջուրում, Բաղդասարյանների արտաքնոցում երեխայի դի է հայտնաբերվել։ Ինչու էր նորածինը տոպրակի մեջ, պարզում են իրավապահները։ Ջաջուրի բնակիչ 30-ամյա Արևհատ Բաղդասարյանը դիմել է ոստիկանության Ախուրյանի բաժին ու պատմել, որ առավոտյան ծննդաբերել է բակում գտնվող արտաքնոցում եւ նորածինն ընկել է հորը։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, քննիչներն ու փորձագետները։ Բաղդասարյանների արտաքնոցում մոտ 8 ամսական պտղի դի է հայտնաբերվել։ Տուալետը քանդել ենք, որից հետո 2 մետր խորության վրա հայտնաբերել ենք մոտ 7-ից 8 ամսական ձևավորված առողջ պտուղը փաթեթավորված պարկի մեջ փաթեթավորված վիճակում։ Նորածինը Բաղդասարյանների 4-րդ զավակն էր, համայնքապետի խոսքով ընտանիքն անհամբերությամբ էր սպասում երեխայի ծնունդին։ Անաբով ընտանիք, բայց նման ընտանիքներ գյուղի մեջ շատ քիչ ընտանիքներ կան, որոնք որոշել են տնտեսական պայմաններում ունենալ 4-րդ երեխան։ Ես իշքան իմացել եմ սրտանց ցանկություն են ունեցել, որպեսզի ունենան էլի փոքրիկ։ Ինչու էր նորածինը տոպրակի մեջ, պարզում են իրավապահները։ Ծննդկան Նախուրյանի մոր եւ մանկան հիվանդանոց է տեղափոխվել։ Արձանագրվել է, որ երեխան տոպրակի մեջ է եղել, դրա մասին ինչ կասեք։ Չեմ կարող ասել, քանի որ ասենք ոչ մի բան չեմ տեսել, ոչ էլ։ Ձեր տիկնոջ հետ չեք խոսել այդ մասին, երեխան ինչի պիտի նոր ծննդաբերած լիներ տոպրակի մեջ։ Չէ, դե քանի որ չի տեսել, այդ կամ բանը չես տեսել, իրան ասենք, պես համայրա մամերս վիճակով պարգած, ոչ մի խորատա խառնված վիճակ, հեշտ բանը չէ, ոչ կրած հարցնես, ոչ բան։ Հարցերի պատասխանները կտա դատաբժշկական փորձաքննությունը։ Նազիլե Էլբակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Օրվա մյուս թեմաների մասին։ Կոշկակարները, դերձակները, ժամագործները, լեզուների ուսուցմամբ զբաղվողները, համակարգիչ եւ լվացքի մեքենա նորոգողները։ Տնտեսական 23 ոլորտում ինքնուրույն գործունեություն իրականացնող, վարձու աշխատող չունեցող եւ տարին մինչեւ 9 միլիոն դրամ շրջանառություն ապահովող ինքնազբաղված անձինք ազատված են հարկերից։ Հայաստանում ինքնազբաղվածները 2000-ն են, հարկերից ազատման արտոնագիր ստանալու եւ հարկային արտոնություններից օգտվելու համար նրանք պետք է իրենց հաշվառման վայրի հարկային մարմին դիմում ներկայացնեն, որում պարտադիր նշելու է գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը։ Սիրեցի գործը, կամացին ես գործը, ինքս սորվա էլի։ Վարպետ Հովիկը ղեկավար չունի, ինքն իր առաջ է պատասխանատու, սակայն երբեք չի ուշանում։ Կոշիկի վերանորոգման կետն աշխատանքային ժամերին փակ տեսնել հնարավոր չէ։ 40 տարվա մասնագետը կոշիկի ֆաբրիկայում է աշխատել։ Ուղղում է, սկզբում կոշիկ կարող էր, հիմա միայն վերանորոգող, ասում է, արհեստավորի գործը կյանքն է սովորեցրել։ Խոպանտեն սովորել, խոպանենք, դեղ ցեխը թագավորից բանոր, էր պայմանակայրայվել էր, վերանորոգումը պարտադիր էր։ Աշխատանքը դժվար է, գինը ցածր, անհրաժեշտ նյութերը թանկ, դժգոհում է վարպետ Հովիկը։ Դարակում 1000 դրամանոց թղթադրամ կա, այսօրվա ամբողջ վաստակն է։ Օրեգոր 3000, 4000։ Օրեգոր вообще կոպեկ չեմ աշխատել, որ ստել են պես է կնացել ենք։ Օրգը վերցնես մացիրալը կանես ես տաբեր սախ մաներն որ կանես
Չնչին տոկոսներ կմնա։ Գյումրին հայտնի կոշկակարներ է ունեցել նրանց ձեռքի գործը քայլող գովազդ էր, հիշում է վարպետը։ Վարպետ Աշոտ է մեր թաղն է ապրե։ Եղել է Մեղրատ Ցուրիկը։ Վարպետ Մագոն է եղել է շատ որանց Մագոն լավ կոշկակար։ Յուվելերնի արհեստավորներ են եղել։ Յուվելերնի կնամսոր ոսկերիչի երևի ծեպի պանչի կնացեն ինչ որ ելել են ժամանակվա կոշկակարները։ Մարդը եղել որ ոտկա ալուրի մեջ տնել է տևեր ոտքի չափերցնեն։ Մարդը կարող ժամա չէին էլ կապել։ Ժամագործը մտահոգ է, բջջային հեռախոսները գործին խանգարում են, վախենում է, որ իր արհեստը կվերանա։ Ժամացույց հիմա քչերն են կրում։ Ժամանակին մեծ պահանջարկ ունեցող առարկան այսօր հաճախ ոչ թե անհրաժեշտության, այլ նորաձևության համար է կիրառվում։ Այս արդեն պատրաստ է, աշխատի է։ Հեռախոսները կրբանի, հետները ֆռցնենք էլի։ Ինչին է պետք բաներ, կնոք են գսղմե տնեք անգջին ալով պատասխանեք ու վերջ։ Մի շատ բան էլի։ Երեխեքը հիմի ավելի զարգացել են էլի մեր լայեղ չեն են ժամացների։ Էլի մեծ մարդիկ են, հին մարդիկ են, ովքեր մեխանիզմից շփվել են, մոդները պահել են, միշտ եղել է թևերի վրա, անգամ տունը մտնելուց մարդիկ կան, օրինակ ես իրգուն թևիցս չեմ էլ հանել շավացում, մենակ լողանալուց լողանալն է։ Բարձր տրամադրությամբ ու կենտրոնացած մտքերով է գործի անցնում, ժամացույցն օրգանիզմի նման է, պետք է հասկանաս յուրաքանչյուր դետալի նշանակությունը, որ կարողանաս բուժել։ Մենք էլ սրա բժիշկն ենք էլի, մասնագիտությամբ շունչ ենք տալիս, որ աշխատի։ Արդեն 70 տարի ականջներում ժամացույցի սլաքների ձայներն են։ Օրեր առաջ ընկերներն աչքալուսանք տվեցին, ներկային արտոնությունից է օգտվելու։ Այն ժամանակը կանքսին դեպի մուզես կան։ Չմուզեցիր կազատեն։ Ինքնազբաղված անձինք ազատվում են, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե իրենց գործունեության մասով վճարվող բոլոր հարկերից։ Բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման դեպքում հարկային եւ մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի։ Որ ինքնազբաղված անձանց նկատմամբ են կիրառվում հարկային արտոնություններ։ Առաջին, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների իրացումից հասույթը չգերազանցել 9 միլիոն դրամը։ Երկրորդ, որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը։ Երրորդ, որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ։ Չորրորդ, որոնց գործունեությունը իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով։ Հարկերից ազատման արտոնագիր ստանալու եւ հարկային արտոնությունից օգտվելու համար ինքնազբաղված անձինք պետք է իրենց հաշվառման վայրի հարկային մարմին թիմում ներկայացնել, որում պարտադիր նշվելու է գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը։ Նազելի Էլբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Ֆինանսների նախարարությունը հաջորդ շաբաթ կներկայացնի հայեցակարգային փաթեթ, որտեղ կառաջարկվի հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի կարգավորումը հանձնել ոչ պետական հասարակական կառույցին։ Միջազգային փորձը ցույց է տվել, որ մասնագիտությունը եւ նրա կարգավորումը հաջողություն է ունենում եւ զարգանում է այն երկրներում, որտեղ ոլորտի կարգավորումները իրականացվում են անկախ ոչ պետական հասարակական մարմինների կողմից, նշել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը։ Նա նաեւ ասել է, որ տարիներ շարունակ ոլորտները եղել են նախարարության լիազորության տակ, բայց բարեփոխման անհրաժեշտությունը մասնագետները վաղուց են զգացել։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում պարտադիր աուդիտի նորմի պահանջը կտարածվի մոտ 250-ից 300 կազմակերպությունների վրա։ Եվ եթե 14 թվականին պարտադիր աուդիտի իրավական նորմը հանելը հիմնավորվում էր նրանով, որ այդ 1000 կազմակերպությունների շրջանակում հայտնվում էին այնպիսիները, որոնք որ ըստ էության չգործելով, բայց ունենալով համախառն ակտիվներ ավելի քան 1 միլիարդ դրամ արժողությամբ, պատահականորեն կամ պատահականորեն ընկնում էին պարտադիր աուդիտի դաշտ եւ որը եւ հանգեցնում էր անբարենպաստ ֆինանսական ծախսերի այդ կազմակերպությունների համար։ Մենք հավասարակշռություն ենք ուզում տեսնենք մեր իրավական նորմի վերականգնման եւ հանրային հաշվետվողականության պահանջի
միջև, այսինքն հանրային հաշվետվողականության պահանջը ոչ ոք դեռ չի էլ վիճարկում, որ կա այդպիսի պահանջ եւ հանրությունը ուզում է, որ խոշոր կազմակերպությունները թափանցիկ ձևով պատրաստեն ֆինանսական հաշվետվություններ եւ հրապարակեն։ Եվ հանրության վստահությունը եւ ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ արժանահավատության աստիճանը բնականաբար բարձրանում է միայն այն դեպքում, եթե դրանք պարտադիր աուդիտի կամ անկախ աուդիտի են ենթարկված լինում։ Շարունակում ենք թողարկումը, վերահաշվարկվել է Նախուրիգի համայնքապետի ընտրությունների արդյունքները։ Թեկնածու Վարդիթեր Գասպարյանի վստահված անձը 3 փետրվարի 13-ին 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմում բողոք է ներկայացրել։ Այն հիմնականում կասկածների վրա է հիմնված եղել։ Այսօր անցկացված նիստի ընթացքում որոշվել է վերահաշվարկել ձայները։ Հիշեցնեմ, որ փետրվարի 12-ին կայացած ընտրությունների արդյունքում 15 ձայնի առավելությամբ հաղթել էր Հովհաննես Պողոսյանը։ Վերահաշվարկից հետո 28 անվավեր քվեաթերթիկից 5 վավեր են ճանաչվել, 2-ը գրանցվել են Վարդիթեր Գասպարյանի, 3-ը Հովհաննես Պողոսյանի օգտին։ Արդյունքում եղավ, որ Վարդիթեր Գասպարյանը ունեցավ 264 կողմ ձայներ, Հովհաննես Պողոսյանը 280 կողմ ձայներ։ Սա է այսօրվա վերահաշվարկի արդյունքները, մյուս բոլոր թվերը համապատասխանել են Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշմանը եւ պետք է ասեմ, որ ի պատիվ մեր հանձնաժողովի անաչառ օբյեկտիվ օրենքի տարը պահպանելով որոշում է կայացրել։ Ելք դաշինքը հրապարակել է քվեարկության արդյունքները, համամասնական ցուցակի առաջին եռյակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, հաջորդի Վարամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ընտրությանը մասնակցել է 39 ներկայացուցիչ 3 կուսակցությունների խորհուրդներից, յուրաքանչյուրից 13 անդամ։ Նշեմ, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորված դաշինքի անդամներն են Լուսավոր Հայաստան, Հանրապետություն եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։ Հիշեցնեմ նաեւ, որ ազգային ժողովի ընտրություններին մասնակցել պատրաստ քաղաքական ուժերը մինչև 2017 թվականի փետրվարի 16-ը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն իրենց համամասնական եւ ռեյտինգային ցուցակները։ Քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին, եթե որևէ բան չփոխվի, եւ ամենուր թող իր մոտեցումը ներկայացնի։ Հիմա ուժեր կան, որոնք որ բազմաթիվ մանդատներ են ունեցել, ուժեր կան, որոնք տասնյակ տարիներով պաշտոններ են եղել առանցքային։ Պետք է այդ մարդիկ քարոզարշավի ժամանակ պատասխան տան, թե այն ինչ որ ասում են հիմա, ինչու հնարավոր չէր անել այն ժամանակ։ Մեր պարագայում մենք սկսում ենք մաքուր թղթից։ Մեր պարագայում որևէ փաստ, որևէ մեղադրանք չի կարող լինել մեր դաշինքի նկատմամբ, որ այ դուք այս ինչ բան է ժամանակին կարայիք անեիք եւ չեք կարողացել անել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այսօրվա դրությամբ բոլոր ուժերին էլ, որոնք որ մասնակցում են ընտրություններում, փորձել են։ Եվ միակ նոր մոտեցումներով հանդես եկող քաղաքական ուժը այս պահին դա ելք դաշինքն է։ Մենք ստեղծել ենք, ստորագրել ենք համատեղ քաղաքական գործունեության հուշագիր, ըստ որի խորհրդարանական եւ մեր համատեղ քաղաքական գործունեության արդյունքում մենք սկսելու ենք բանակցություններ մեկ կուսակցություն դառնալու վերաբերյալ։ Այսինքն մենք հույս ունենք, որ այս process-ի արդյունքում կհիմնադրվի մեծ ընդդիմադիր քաղաքական ուժ ելք դաշինքի հենքի վրա։ Մեր համար այս ընտրությունները այս փուլում իր մեջ ներառում է երկու խնդիր։ Առաջին խնդիրը եւ ամենահիմնականը քարոզարշավի ընթացքում այնպես անել, որպեսզի ունենանք մաքսիմալ քվե։ Երկրորդ խնդիրը կարողանանք այդ քվեն պահել։ Դրանից հետո, եթե կառաջանա իրավիճակ, երբ որ մենք կունենանք մեծամասնություն, փոփոխություններ իսկապես անխուսափելի են։ Եթե չենք ունենա մեծամասնություն, ելքը դաշինք է, որտեղ ներառված են 3 կուսակցություններ, կքննարկենք եւ կոնսենսուսով որոշում կայացնենք։ Եվրամիությունը 7 միլիոն եվրո է տրամադրել ընտրությունների անցկացման համար։ Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին համոզված է, կա բավականին քաղաքական կամք եւ պատրաստվածություն ավելի լավ ընտրությունների կազմակերպման համար, թեև կան նաեւ խնդիրներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը որևէ խնդիր չի տեսնում, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի ավականու ընտրությունների ժամանակ գրանցման էլեկտրոնային սարքերի փորձարկման ժամանակ խնդիրներ են առաջացել։ Նպատակն է, որպեսզի փորձարկման ընթացքում վերհանվեին ուրեմն թերությունները, տեսնեինք սարքը պրակտիկ կիրառության մեջ եւ որտեղ միայն այդ դեպքում կարելի է հասկանալ, որքանով է նա ապահովում այն պահանջները, որոնք դրված են սարքի առաջ։ Եվ այդ խնդիրների գույքագրումից հետո արդեն աշխատել դրանք վերացնելու ուղղությամբ։ Սարքը գրեթե առանց խնդիրների ընթերցել է ընտրողների նույնականացման քարտերը, սակայն մեծ դժվարությամբ կարդացել է սովորական անձնագրերը, իսկ կենսաչափական անձնագրերի դեպքում տվյալները մուտքագրել են միայն ձեռքով։ Մշակվել է ծրագրային համապատասխան ապահովում, բավականին մեծ ծավալի աշխատանք, իսկ որպեսզի պարզ լինի, արդյոք կատարված աշխատանքը լիարժեք ծավալով ապահովում է ընտրական օրենսգրքով ամրագրված բոլոր չափանիշները, դրա համար շատ կարևոր էր նման թեստի իրականացումը։ Տիգրան Մուկուչյանի խոսքերով բավականին ժամանակ կա թերությունները վերացնելու համար, իսկ այսօր կազմակերպվել էր ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը խորագրով համաժողովը։ Եվրամիությունը 7 միլիոն եվրո է տրամադրել ընտրությունների անցկացման համար։ Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին համոզված է, կա բավականին քաղաքական կամք եւ պատրաստվածություն ավելի լավ ընտրությունների կազմակերպման համար, թեև կան նաեւ խնդիրներ։ Մի քանի խնդիրներ կան ընտրությունների ընկալման վերաբերյալ, վարչական ռեսուրսների օգտագործման հետ կապված։ Վարչապետը շատ հստակ նշել է, որ այդ փորձերը արժի ծառայություն են։ Հուսով ենք, որ կլսեն եւ կհետևեն։ Պետք է խուսափել եւ կանխել վարչական ռեսուրսների օգտագործումը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք իշխանությունների հոգեբանությունը փոխվել է, չնայած այն հանգամանքին, որ տեխնիկական բարեփոխումներ են կատարվել։ Որ կարող է պատահի մարդիկ գնան թուղթը գցեն քվեատուփի մեջ եւ իրենք իշխանությունից հեռանան։ Ոնց մարդիկ գնան թուղթը գցեն ու իրենք իշխանությունից հեռանան, այդքան պարզ։ Ես համոզված եմ, որ այդ հոգեբանությունը չի փոխվել։ Եվ եթե նրանք ինչ-որ տեղ զիջումների են գնացել, ինչ-որ օրենքների փոփոխություններ անել, ուրեմն ունեմ այսպես հայտնի խոսքը պլան B։ Թե որն է պլան B-ն, ըստ իրավապաշտպանի կարելի է միայն ենթադրել, իսկ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դեռ որևէ կուսակցություն կամ դաշինք չի դիմել առաջադրվելու համար։ Փետրվարի 16-ին լրանում է ժամկետը։ Մյուս թեմաները կարճ դադարից հետո։ Գիշերը հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել, հայ դիրքապաների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց։ Սպառողական մտածելակերպի արդյունք փետրվարի 14-ը նշվում է որպես Վալենտինի օր։ Սահմանի մասին փետրվարի 13-ին եւ լույս 14-ի գիշերը իրադրությունը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել։ Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է ավելի քան 35 անգամ, հայ դիրքապաների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Իրավաբան իրավապաշտպանների խումբը մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ։ Դատարանից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր կլինի նախ արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին, ապա ստեղծել եւ արդյունավետ գործարկել մարտական գործողությունների ընթացքում կատարված մարդու իրավունքների բոլոր խախտումների քննության մեխանիզմներ, բացահայտել խախտման համար պատասխանատուներին եւ ենթարկել արդարացի պատժի, դադարեցնել ազգային հատկանիշով պայմանավորված խտրական պետական քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում, այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով եւ տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի քաղաքային հիվանդանոցի պայմաններին։ Այնուհետ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում։ Ժամանակակից սարքա ու թույլ է տալիս ավելի լավ հետազոտել
շատ հիվանդություններ ախտորոշել եւ օգնել մեր հիվանդներին։ Վարդենիսի զինվորական հոսպիտալում նորագույն սարքավորումների ու բարձրորակ կադրերի պակաս չկա։ Բուժծառայության կապիտանն ասում է, բժիշկ սպաները անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն են ցուցաբերում ոչ միայն զինվորներին, այլև տեղի բնակչությանը։ Վարդենիսի հիվանդանոցն ու հոսպիտալը կմիավորվեն, պաշտպանության եւ առողջապահության նախարարները Գեղարքունիքի մարզ այդ գաղափարն իրագործելու համար են այցելել։ Օպտիմալացման նպատակը մեկն է եւ մեր քաղաքացիներին եւ մեր բանակին մատուցել առավել որակյալ բուժծառայություններ։ Հաշվի առնելով, որ կա եւ այնտեղ մի կողմից թեր ցանրաբեռնվածության, մյուս կողմից վարչական ապարատի կազմակերպչական բոլոր ծախսերի եւ խնդիրների կրկնում փորձելու են գտնել այն առավել արդյունավետ լուծումը, որը հնարավորություն կտա լուծելով եւ քաղաքացիական ազգաբնակչության եւ զինվորականների խնդիրները ապահովել լավագույն ծառայությունը առկա ռեսուրսներով։ Շուտ առողջացեք, որ հետ կանգնեք շատ լավ է։ Առողջություն բոլորի։ Միավորման որոշում է ընդունվել նաև Բերդի բժշկական կենտրոնի եւ զինվորական հոսպիտալի համար։ Այս դեպքում էլ խնդիրները նույնն են՝ համատեղել ռեսուրսները, դրամական հոսքերն ու կադրային բազան եւ դրանք արդյունավետ ծառայեցնել բնակչության առողջության ապահովմանն ու պաշտպանական նպատակներին։ Բանակը, ինչպես ցույց է տալիս այս երկու հիվանդանոցների օրինակը, շատ ավելի համալրված է այսօր կադրերով եւ այդ կադրերի առկայությունը մի կողմից, մյուս կողմից առողջապահության ոլորտում առկա ռեսուրսները հնարավորություն են տալիս մտածելու ջանքերը համադրելու մասին։ Մենք անցանք արդեն պրակտիկ իրականացման օպտիմիզացիայի մեր նախագծերի եւ պլանների եւ ճանապարհին կատակելով ասացինք, որ ազգբանակ խորագիրը կարող է դառնալ առողջ ազգբանակ խորագիր։ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում սահմանը Վահանի պես ամուր են պահում։ Առաջնագծում հայ զինվորն է, թիկունքում Վահանցին։ Հակառակորդի դիրքերը գյուղից մի քանի կիլոմետր են հեռու։ Կրակոցներ գրեթե ամեն օր են հնչում։ Ամեն առավոտ որ հելնում ես, ասենք ակնկալիք ունես, որ հնարավոր է, ասենք կրակոցներ լինի, բայց ժողովուրդը սովորել են, ասենք ամենք իրանց առօրյայով ապրում են։ Գյուղը ապրում է սահմանին կանգնած, հպարտ, ինչպես իր անունն է, եւ ուրախ ենք, որ ապրում ենք այս գյուղում, մեր երեխաներն էլ նույնպես հպարտ են։ Սահմանամերձ գյուղի բնակչից շատ բան է կախված, ասում է Վահան այցելած պաշտպանության նախարարը։ Զինվորի թիկունքին ամուր կանգնելն ու նրանց մշտապես ոգևորելը նվազեցնում է սահմաններին սպառնացող վտանգը։ Ուզում եմ, որ վստահ լինեք, որ մեր զինված ուժերը միշտ պատրաստ են ցանկացած բարդության խնդիր լուծեն, արձագանքեն եւ թույլ չտան, որ որևէ մեկի մտքով ծուռ որևէ բան անցնի։ Վիգեն Սարգսյանը գիտի, որ գյուղում բնակվող տղամարդկանց մի մասը նույնպես ծառայում են պայմանագրային հիմունքներով։ Նախարարը նշում է, պայմանագրայինների կարիք մեր բանակն ունի։ Այս հարցում նա վահանցիների աջակցությունն է ակնկալում։ Խոստանում է հնարավորության դեպքում կվերանայվեն նաև նրանց աշխատավարձերը։ Պետք է խրախուսեք իրանց հեռու չի։ Ասենք նույն Տավուշի մարզում բանում ներգրավվեն, մինչև հերթով կազատվի տեղեր կտեղափոխվեն։ Կորպուսի հրապարակը գիտի, թոշակառուներն դուրս են գալու, երիտասարդներին վերցնելու։ Մենք շահագրգիռ ենք, այդ առումով մենք շահագրգիռ ենք։ Հակառակորդի ամենօրյա կրակի տակ գտնվող սահմանամերձ Վահանում հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են։ Գյուղում հատկապես մտահոգ են երիտասարդների զբաղվածության խնդրով։ Նախարարին վստահեցնում են, եթե աշխատանք լինի, ոչ մի վահանցի գյուղից չի հեռանա։ Լիներ հնարավորություն մեր տղաները, մեր երեխաները աշխատեին մեր հանրապետության տարածքում, առավել եւս մեր գյուղում, գյուղական բնակավայրերում, որպեսզի կարողանայինք իսկապես գոյատևել որպես ազգ, որպես ժողովուրդ, շենացնեինք մեր երկիրը, մեր գյուղը շենացնեինք, պահեինք։ Աշխատատեղերի հարցով կառավարությունը մտահոգ է, Վահանը նաև մի քանի այլ գյուղեր առաջիկա օրերին նոր գյուղտեխնիկա ու հնդկացորենի սերմ կստանան, ասում է Գեղարքունիքի մարզպետը, տեղեկացնում։ Վահանի բնակիչներից մեկի ներկայացրած ներդրումային երկու ծրագրերը սպանդանոցի կառուցման եւ կաթի վերամշակման վերաբերյալ արժանացել են կառավարության հավանությանը։ Պաշտպանության նախարարն էլ վստահեցնում է, գյուղացին կարող է բանակի համար մատակարար դառնալ, եթե որակյալ ու մրցունակ գնով արտադրանք առաջարկի։ Մենք շահագրգիռ ենք, անմիջապես առնենք արտադրողից։
Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն։ Լրագրողների զրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Մենք ստանալով նման խնդրանք Ադրբեջանի քաղաքացու կողմից անմիջապես քննարկել ենք այն եւ եկել ենք եզրահանգման, որ այդ խնդրանքը մերժելու հիմքեր չունենք, նշել է նախարարը։ Նա նաեւ ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը փոխգործակցելով միջազգային կառույցների հետ ամեն ինչ անելու է Ադրբեջանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու եւ նրա համար մշտական ապաստան գտնելու համար։ Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա, սննդամթերքով եւ առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիայի մեկնել Երևանի Էրեբունի օդանավակայանից եւ վայրեջք կատարել Սիրիայի Լաթակիա քաղաքի օդանավակայանում։ Ընդհանուր առմամբ մենք Սիրիա ենք առաքել 40 տոննա բեռ։ Ինքնաթիռը Լաթակիայից արկա ենթակառուցվածքներով հասցվելու է բոլոր կարիքավորներին, ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ լրագրողների զրույցում հիշեցրել է, որ արդեն երկրորդ անգամն է, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա։ Նախարարը հավելել է, որ Հայաստանը որպես մարդասիրական օգնություն Սիրիա է ուղարկում սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր, այն ամենը, որ կարող է պետք լինել այդ վիճակում հայտնված մարդկանց։ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն էլ Լաթակիայի Խմեյմիմ ավիաբազայում ընդունել է հերթական անգամ Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը։ Միացյալ Նահանգների հայկական համագումարից ստացված տեղեկատվության համաձայն ԱՄՆ կոնգրեսում հայկական հարցերով հանձնախումբը նամակ խնդրագրով դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին, վերջինիս կոչ անելով ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հայկական հանձնախմբի անդամները կոնգրեսականներին կոչ են արել իրենց ստորագրություններով միանալ Դոնալդ Թրամփին հասցեագրված նամակ խնդրագրին։ Պատմական փաստերը մեջբերելուց հետո կոնգրեսականները հիշեցրել են ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիրքորոշումը, որը 1981 թվականին ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Կոնգրեսականները նաև Թրամփին կոչ են անում ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարել։ Սպիտակ տունը շարունակում է ըմբոստանալ 7 մահմետական երկրներից փախստականների մուտքը արգելող Դոնալդ Թրամփի հրամանագրի շուրջ դաշնային դատավորների որոշման դեմ։ Նախագահը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ մարդկանց մուտքը սահմանափակելու համար կարող է այս շաբաթ մեկ այլ հրաման արձակել։ Իսկ Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այս կապակցությամբ արտակարգ նիստ է հրավիրել։ Սպասվում է, որ այդ երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։ Նշեմ նաև, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայրը Կիմ Չոն Նամը սպանվել է Մալայզիայում։ Այս մասին հաղորդում է հարավկորեական գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարության իր աղբյուրը։ Կիմ Չոն Նամը հյուսիս կորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի միակ եղբայրն էր։ Նախկինում համարվում էր Կիմ Չեն Իրի ամենահավանական հետևորդը, բայց տարիներ առաջ նա լքել էր երկիրը։ Մալայզիայի ոստիկանությունից Reuters գործակալությանը հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի քաղաքացին մահացել է օդանավակայանից դեպի հիվանդանոց ճանապարհին։ Աշխարհի ավելի քան 100 երկրում փետրվարի 14-ը նշվում է որպես Վալենտինի օր, իսկ հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Տյառն Թառաջը, բայց երիտասարդները որպես սիրահարների օր նշում են Վալենտինը, անտեսելով այն հանգամանքը, որ հայ իրականության մեծ սիրահարների ու երիտասարդների արագահաս բարեխոսը Սուրբ Սարգիսն է։ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Տյառն Թառաջը, Սուրբ Յոթվերկ եկեղեցում մեկը մյուսի ետևից պսակադրության կարգ է իրականացվում։ Տյառն Թառաջը ժողովրդի մեջ տարածված է իբրև նորապսակների օրհնության օր։ Ամեն տարի տոնին համընթաց նշվում է նաև այսպես ասած Վալենտինի օրը։ Հայ առաքելական եկեղեցու հետ այն ոչ մի ընդհանրություն չունի։ Տոնը ընդհանրապես ինքը հոգևոր ուրախություն է եւ ոչ թե մարմնական, նյութական եւ այլն։ Հետևաբար, այսինքն այսպես ասած ճակերտավոր տոնը ինքը արևմտյան մտածելակերպի արդյունք է, այսօրվա աշխարհի վիճակի, հոգևոր վիճակի արդյունք է,
Սուրբ Վալենտինի կամ Սիրահարների օրը նախկինում նշում էին աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս առաջին Հռոմի Պապը 496 թվականին, իսկ ավելի ուշ հանվել է կաթոլիկ տոների օրացույցից։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն, նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սուրբ Վալենտինիուսի հիշատակին։ Այսօր Սուրբ Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես Սիրահարների տոն։ Հայ առաքելական եկեղեցին որպես երիտասարդների օրհնության օր նշում է Սուրբ Սարգիսը, սակայն այս երկու տոնը միմյանց հետ առնչություն չունեն։ Սուրբ Սարգիսի տոնի մեջ կա զոհաբերություն, կա ներքին հոգևոր իմաստ, հավատարմության, ընտանիք կազմելու, Աստծո հանդեպ, հավատքի հանդեպ, հնտրտուք եւ Աստծուն հուսալով նաեւ անձնական կյանքի որոշակի հանգրվաններին հասնելու ուրեմն խնդրանք աղաչանք։ Այս տոնի մեջ, ինչ որ այսօր աշխարհը տոնում է իբրև տոն, բայց դա տոն չէ իրականության մեջ, Վալենտին ասվածի չկա ոչ նվիրում, ոչ ներքին հոգևոր իմաստ։ Այստեղ կա նվեր տալու եւ նվերը ստանալու սպառողական մտածելակերպ։ Ծաղկե փնջեր կոնֆետային գեղեցիկ կոմպոզիցիաներ, վաղ առավոտից ծաղկի սրահներում պատվերների թիվը գերազանցել է։ Սրահների աշխատակիցները չեն զարմանում ամեն տարի Վալենտինի օրվան ընդառաջ նախապես պատվերներ են ընդունում։ Առևտուրը այսօր ավելի շատ են կարել, բայց ծաղիկի քանակը չեմ կարող ասել, բայց բավականին վաճառվել է։ Ծաղիկներ քաղցրավենիքով պատրաստած այդ տեսակի կոմպոզիցիաներ են նվիրում։ Առավոտվանից հաճախականությունը հաճախորդների ավելի շատ է եղել եւ համացանցով էլ մենք շատ պատվերներ ենք ընդունում արտերկրից եւ առաքումները կատարվում է համապատասխան հասցեներով։ Խաղալիքներ, սրտաձև փուչիկներ, հուշանվերներ, նվերների խանութներում դեռ երեկվանից աշխուժություն է նկատվում։ Երիտասարդներն հիմնական հաճախորդներն են, յուրաքանչյուրը նվեր է գնում իր գրպանին ու մտքի թռիչքին համապատասխան։ Սուրբ Սարգիսը մեր հայկական տոնն է, ճիշտ է, բայց բառացի ուղղակի ասում են ժողովուրդը ուրախանում են տոնի վրա, բայց որ ասեմ շատ նշում են մեծ մասշտաբով չէ։ Վալենտինը ավելի շատ են նշում։ Սուրբ Սարգսի տոնին էլ առևտուր կար, բայց ոչ մեծականակ ծավալով։ Երիտասարդները հենց Վալենտինի օրն են ընկալում որպես Սիրահարների տոն։ Ստացվում է եկեղեցի գնում են Սուրբ Սարգսին, նվերներ անում Վալենտինին։ Այսպես Վալենտինի օրը, իհարկե մեր տոնը Սուրբ Սարգիսն է, բայց հիմնականում երիտասարդները նախընտրում են Վալենտինի օրը նվերները։ Պատվերներ ունեցել ենք նախապես Վալենտինի օրվա արդեն։ Ինչքան պատվեր եք ունեցել, շատ? Այո, շատ, բավականին շատ, առաքումներն էլ շատ, պատվերները նույնպես շատ էին։ Միմյանց նվերներ տալու սովորույթը զուտ սպառողական մտածելակերպ է։ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները հորդորում են առավել մեծ տեղ հատկացնել հոգևոր արժեքներին, բուրգ չտալով նյութականին։ Հեղինե Մանուկյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Օրվա լրահոսից կարևորել ենք այսքանը, շարունակեք հետևել մեր եթերին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, տեսություն եւ ամենայն բարիք։